Միջազգային մարդասիրական իրավունքի խնդիրներին և զարգացման միտումներին ուղղված երիտասարդական գիտաժողով մեր երկրում արդեն 6-րդ տարին է կազմակերպվում։ Մասնակիցները վստահեցնում են այն նյութերը ու խնդիրները, որոնք բարձրացվում են այս հարթակում, 1-2 տարում դառնում են միջազգային հումանիտար իրավունքի մաս։ Սա հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում գիտությունը զարգանում է, Հայաստանում կա միջազգային իրավունք և Հայաստանը կարող է լինել միջազգային իրավական զարգացումների կենտրոն։ Տարածաշրջանում ունենալով ցավոտ խնդիրներ, միայն մարդասիրական իրավունքի նորմի առկայությունը համենայն դեպս մեր երկրի համար բավական չէ, վստահ են մասնակիցները։ Ասում են, դրանց չկատարելու դեպքում պատասխանատվության չենթարկելը դեռ մնում է խնդիր։ Թարմօրինակ է Հակոբ Ինջուղիլյանի դեպքը։ Դա հենց սկզբից եւ մինչ այսօր, երբ որ իրեն ցույց են տալիս հերոստատեսությամբ, դա կոպտագույն ոտնահարում է։ Երկրորդը, իրեն չի կարելի այլ հարցեր տալ, բացի այն, որ թե ինչպիսին է ինքը անուն, ազգանունը եւ որտեղից է ինքը հայտնվել եւ ինչ է ուզում հետագայում։ Ասել, որ այսքանից հետո նման միջոցառումների կազմակերպումը պարզապես ձևական է, չի կարելի, հավելում է Լարիսա Ալավերդյանը։ Հիշեցնում է, միջազգային Կարմիր խաչի շնորհիվ է, որ 92 թվականից սկսած հարյուրավոր պատաններ են վերադարձել հայրենիք։ Խնդիրն այն է, որ ոչ միջազգային Կարմիր խաչը, ոչ պետական կամ միջպետական այլ մարմին այսօր չունի հումանիտար իրավունքները ոտնահարող պետությանը կամ պետական գործչին պատասխանատվության ենթարկելու հստակ նորմեր։ Դրան հասնելու համար դեռ աշխատանք է պետք։ Աննա Գրիգորյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։